Սպազան հայ մեկ ռոպե կանգնեք, երկու հաստամ շահունակեք։ Հարցերի մասին ինչ եք մտածում։ Սպազան ես զորացության կարիք ունի, թե առաջինքան պարզ չէ, որ հավատացան հանրությունը բավական մեծ է և Փաշինյանի այս առումով ապացուցելի բան չկա։ Ես չեմ կարծում այդպես խնդիր է դրված։ Մարդիկ կամավորաբար եկել են ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորեն եւ դա ընդամենը փաստ է։ Կարծում եմ ինքնին խոսում փաստ է։ Ինչ կարծեք Փաշինյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարցերի պատասխանները որի կազմում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ Աստվածաշունչ չեն կարդացել, հավատում են Աստծուն, այդ չափանիշների տեղյակ աղոթում են ամեն Դե պատարագի մասնակցելու մասին։ Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել, կարծում եմ մեկնաբանությունները ինքներդ էլ հետևություն Եկեղեցու ներսում կան բարձրաստիճան սրբազաններ, ովքեր վեհապարին դեմ են։ Օրինակ Վազգեն Միրզախանյանի մասին է խոսում։ ոչ։ Վազգեն Միրզախանյանը միանշանակ ընդունում է կաթողիկոսը։ Իհարկե։ Մասնակցել է վերջին հոգևոր խորհրդի նիստին։ Դրանով ենք մենք պայմանավորում ընդունում Բայց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հարցերի պատասխաններ կան թե չկան։ Նիկոլ Փաշինյանը տակ հարցեր էլ ինգեր։ Ես ձեզ ասեմ, մենք ինքներս բազմաթիվ հարցեր ունենք եւ այդ հարցերը պատասխաններ չեն ստացել։ Ասում է անհերքելի փաստեր ունի, որ վեհապարը զավակ ունի։ Մենք հիմա դուք եք տրվում այդ հարցը։ Ես հարցնում եմ իր ասածը։ Ուրեմն ես խնդրում եմ այն հարցադրումները, որոնք որ դուք խելամիտ չեք համարում, այդ հարցադրումները մի տարածեք։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիրց հոգևորականների մասին։ Եկեղեցին իրավական ընթաց տալիս է։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմիններ։ Ամբողջի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավոր կլինի։ Գիտեք, բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք, չէ, քաղաքակիրթ երկրում ենք, չէ՞ ապրում։ Բայց վերջին շրջանական պատգամավորները ասում են բոլոր սցենարները ընդունելի են ըստ էության։ հատկապես քաղաքացիական բախումների։ Գիտեք, մարդիկ լինում են իմ կարծիքով 3 տեսակ։ Առաջինը, որ ասում են ճիշտ, երկրորդը, որ ասում են սուտ, եւ երրորդը, որ ինչ ուզում են ասում են։ Հիմա ինչ ուզող ասող մարդիկ հավանաբար ինչ ուզենք ասում։ Ինչու են պատերազմ հայտարարել եկեղեցու սրբազան։